Արթիկ համայնքում ամփոփվել է թափանցիկ բյուջե պատասխանատու համայնք ծրագիրը, որն իրականացվել է Կոմպաս գիտահետազոտական քրթական եւ խորհրդատվական կենտրոն հասարակական կազմակերպության կողմից, ՀԿ կենտրոն քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի CSOS4SLD2 ծրագրի շրջանակում տրամադրված ենթադրամաշնորհով։ Թիրախում Արթիկ համայնքն է եւ հիմնական նպատակը համայնքի բյուջետային տվյալների մատչելիության մակարդակը բարձրացնելն է, ընդհանուր առմամբ բյուջետային գործընթացների թափանցիկություն եւ բնակիչների մասնակցությունը ապահովելով բյուջեի հասանելի ներկայացում։ 4 ամիս տևած ծրագրի ընթացքում իրականացվել են վերլուծական, իրազեկման եւ գործնական քայլեր ուղղված իրավիճակի բարելավմանը, վերջին 3 տարիների բյուջեների պլանային եւ փաստացի ցուցանիշների ուսումնասիրման արդյունքում կազմվել է պարզեցված բյուջե, որը հանրությանը ներկայացվել է հասկանալի ձևով։ Հանրությանը իրազեկվել է գործընթացի կարևորությունը, ինչպես գիտեք, Հայաստանում արդեն մի շարք համայնքներ միացել են մասնակցային բյուջետավորման գործընթացին։ Այս գործընթացը կարևոր է, որ բնակիչները նույնպես ունենան իրենց մասնակցությունը, իրենց մասով կայացվող որոշումներում եւ նաեւ ինչու՞ չէ բարելավի թիմ բնակիչ երկխոսությունը։ Կազմակերպվել են հանրային քննարկումներ տարբեր շահառու խմբերի մասնակցությամբ, խթանելով տեղական ինքնակառավարման մարմինների եւ բնակիչների միջև երկխոսությունը։ Ծրագրի կարևոր ձեռքբերումներից է համայնքի պաշտոնական կայքում բյուջեի վիզուալ ներկայացման գործիքի ներդրումը, որը թույլ է տալիս պարզ ձևով ծանոթանալ եկամուտներին, ծախսերի ուղղություններին եւ առաջիկա տարվա ֆինանսական առաջնահերթություններին։ Այս գործիքը միտված է յուրաքանչյուր բնակչի համար հասկանալի դարձնել, թե ինչպես է ձևավորվում եւ ինչ խնդիրների լուծմանն են ուղղվում համայնքի ֆինանսական միջոցները։ Դա վիզուալ բյուջեի գործիք է, որը հնարավորություն է տալիս հիմնական ցուցանիշները տեսնել ավելի պարզեցված տարբերակով եւ համայնքի բնակիչը կարող է մտնել համայնքի կայք եւ վերջին տարվա 2025 թվականի կամ արդեն նախատեսվելիք ծախսերը 2026 թվականին տեսնել ավելի պարզեցված եւ հասկանալ թե օրինակ ինչքան է կազմում բյուջեի եկամուտները, ինչ ուղղություններով են կատարվելու ծախսերը, հիմնական ինչ խնդիրների է բյուջեն կարողանալու անդրադառնալ եւ բյուջեի միջոցներով ինչպիսի հիմնախնդիրների են լուծումներ տրվելու։ Ծրագրի շրջանակում նաև նախապատրաստվել է մասնակցային բյուջետավորման պիլոտային մեխանիզմի ներդրումը Արթիկ համայնքում։ Ծրագիրն իրականացվել է քաղաքացիական հասարակության հզորացում Արևելյան գործընկերության երկրներում նախաձեռնության շրջանակում Գերմանական միջազգային համագործակցության ընկերության կողմից Գերմանիայի կառավարության եւ Եվրոպական միության ֆինանսավորմամբ։ Աստղիկ Խաչատրյան, Խանով Անիսյան այսօր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն գերատեսչության 2025 թվականի գործունեության արդյունքների ամփոփ հաշվետվությունն ու իրականացված աշխատանքները քննարկելու նպատակով։ Նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ 2025 թվականին պետական բյուջեից սոցիալական պաշտպանության ոլորտի ծրագրերի ֆինանսավորմանն ուղղվել է 905.6 միլիարդ դրամ, ինչը կազմում է պետբյուջեի ծրագրված ծախսերի 26.3%-ը, հաշվետու տարվա ընթացքում իրականացվել է բյուջետային 17 ծրագիր։ Նախարարը խոսել է նաև անկանխիկ գործարքներից կենսաթոշակի եւ նպաստի դեպքում հետվճարի ծրագրի շրջանակում արձանագրված դրական ցուցանիշների մասին, նշելով, որ 26 թվականի հունվար ամսվա տվյալներով միջոցառումից օգտվում է 400.572 անձ, անկանխիկ շրջանառության ծավալը կազմում է շուրջ 359.7 միլիարդ դրամ, հետվճարի տեսքով շահառուներին վերադարձվել է 33.3 միլիարդ դրամ։ Նախարարն անդրադարձել է նաև սոցիալական ոլորտի այլ հարցերի։ Կյանքի 5 իրադարձությունների թվայնացման եւ ներդրման գործողությունների պլան ժամանակացույցի մշակումը եւ աշխատանքների իրականացումն ա եղել, որի արդյունքում կյանքի 5 իրադարձությունների համար, որոնք հիմա կներկայացնեմ, ստեղծվել են, սահմանվել են յուրաքանչյուրին վերաբերել նվազագույն կենսունակության արտադրանքը, ինչպես նաև հավանության է արժանացել դրանց ներդրման պլան ժամանակացույցը։ Կյանքի 5 իրադարձությունները դա կյանքի դժվարին իրավիճակի հաղթահարումն է կրկին պիլոտով առաջին հերթին, անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգում նոր տնայցերի մոդուլի ներդրումը, Ղարաբաղից տեղահանված ընտանիքներին դրամական աջակցության ծրագրերը։ Մյուսը երեխայի ծննդյան ժամանակ տրամադրվող մայրության նպաստների նոր թվային համակարգն է, որը
նաև կրկնվում է ժամանակավոր անաշխատանքության նպաստների համակարգում, որովհետև դա ըստ էության նույն գործընթացն է, մի դեպքում դա աշխատող քաղաքացիների անաշխատանքության դեպքում է տրամադրվում, մյուս դեպքում ծննդյան շուրջ, որը ըստ էության էլի ժամանակավոր անաշխատանքության պես մի բան է։ Հաջորդը աշխատանք եւ կարիերան է, e-work հարթակի ստեղծումը եւ գործարկումը, որովհետեւ կարողանանք թե ընդհանրապես եւ թե հատկապես մեր անապահովության համակարգում ընդգրկված քաղաքացիներին առաջարկենք աշխատանք, կենտրոնացնելով այդ համակարգը աշխատանքի վրա եւ աշխատանքով այդ համակարգից դուրս բերելու վրա։ Եվ մյուսը դա Ղարաբաղստան անվասների բնակարանային ապահովման ծրագրի համար աջակցության թվային հարթակի ստեղծումն է։ Մյուս առաջնահերթությունը, որի մասին արդեն խոսեցի, սա մի նորարարական լուծում է, որը թույլ է տալու վերջնականորեն փակել մեզ բոլորին հայտնի Փարոսի էջը, որը ոչ թե մեր ընտանիքներին աղքատությունից հանելուն է ըստ էության միտված եղել, այլ հավերժ պահելուն, դա իմ համոզմունքն է եւ մեր գնահատականը, ինչը փոխվում է այս նոր համակարգով, որի ժամանակ թե ի սկզբանե գնահատումն է ավելի շատ կենտրոնացած կարիքի վրա եւ ոչ թե կարգավիճակի, եւ թե աշխատունակ քաղաքացիների համար վերագրումների ինստիտուտով մենք եւ աշխատանք առաջարկելով նրանց ըստ էության դրթում ենք աշխատել եւ ոչ թե մնալ համակարգում, որտեղ եթե նրանք հրաժարվեն աշխատել մի քանի անգամ, նրանց եկամուտ է վերագրվելու անկախ ամեն ինչից եւ նրանք դուրս են գալու համակարգից եւ հետեւաբար իրենց ձեռնտու են լինելու աշխատելը։ Թվերի առումով եթե ասեմ, այստեղ կարելի ասել լավ վիճակագրություն ունենք, անկախ պիլոտից մենք ունենք թվերի իջեցում անապահովության համակարգում եղած քաղաքացիների, նույնիսկ հին համակարգով, եթե նայենք օրինակ 23 թվականին 68000 մոտավորապես 24-ին 63000 եւ հետո մոտավորապես 49-ին 50000 ու արդեն նույնիսկ ունենք ավելի թարմ տվյալներ 48900 արդեն փետրվարի 1-ի դրությամբ, այսինքն մենք կայուն անկում ունենք անապահովության համակարգում թե նախկին, թե նոր ընդգրկված քաղաքացիների e-work-ի մասին, որը փորձում ենք հիմա լավարկել եւ ըստ էության ես նույնիսկ հրապարակային եմ դրա մասին ասել, ես կարծում եմ, որ մեր միասնական սոցիալական ծառայության եւ թվային ներուժը այնքան մեծ է, պարոն վարչապետ, որ մենք կարող ենք հավակնել դառնալ Հայաստանի ամենամեծ կարիերայի կենտրոնը, թե տեղում ծառայություններ մատուցելով, այսինքն հողի վրա ՄՍԾ կենտրոն եւ թե թվային հարթակներում եւ մեր նպատակը դա է լինելու, թե մեր աշխատողները ինչպես սովորեն եւ կարողանան օգտագործել այդ հարթակները եւ թե քաղաքացիները եւ բիզնեսները իրենց առաջին ընտրությունը կարծես թե լինի հենց e-work-ում դնելը եւ e-work-ով գտնելը եւ սա չլինի միայն այն քաղաքացիների համար, որոնք այլ միջոցներով չեն կարողացել գտնել աշխատանք, օրինակ կրթության կամ այլ բաների բացակայությունների պատճառով։ Սա թվերն են մեր անապահովության համակարգի նպաստառուների եւ գումարային փաստացի մենք ունենք 720 ընտանիք Խոտայքի եւ Սյունիքի մարզերում նոր համակարգով, սա բազմապատիկ ավելի լավ համակարգ է, քան մեր նախկին համակարգը։ Մյուս մեր կարևոր առաջնահերթությունից է եղել Ղարաբաղստան անվասների բնակապահովման ծրագիրը եւ շարունակական աջակցությունների տրամադրումը դրամական միջոցներով, երկու ծրագրով 30000-ների եւ 40+-երի։ Մենք հունվարի 1-ի դրությամբ ունեցել ենք արդեն 4012 շահառու ընտանիք, որ ստացել է հավաստագիր, բայց այս փետրվարի 1-ի դրությամբ արդեն ունենք 4404 այսինքն plus 400 մեկ ամսվա մեջ եւ իրացված 1932, սա հունվարի 1-ի դրությամբ է։ Մյուսը, որը ըստ էության վերջի մեր առաջնահերթություններ, անուսալի վարկերով ծրագիրներ 8000 ընդհանուր շահառու է եղել տարբեր ամիսներին տարբեր, ընդամենը վերջնական մարված 1792 վարկով, այսինքն որ վերջնական մարվել են, բայց նաև ընթացքում եղել են դուրս գալ ծրագրից, որտեղ աշխատանք են կորցրել կամ այլ պատճառներով չեն բավարարել ծրագրի պայմաններին։ Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։
Զրուցակիցների քննարկումների առանցքում է եղել երկկողմ հետաքրքրություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ, կողմերը մտքեր են փոխանակել ՀԱՏՄ, ԱՊՀ եւ միջազգային այլ հարթակներում փոխգործակցության շուրջ։ Ի թիվս այլ հարցերի առանձին անդրադարձ է կատարվել օտարերկրյա քաղաքացիների վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության օրենսդրության մեջ կատարված միգրացիոն կանոնների փոփոխություններին, մասնավորապես դրանց հետևանքով դեպի Ռուսաստան բեռնափոխադրում իրականացնող հայ վարորդների համար առաջացած խնդիրներին եւ դրանք կարգավորելու ուղղությամբ իրականացվող քայլերին։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող այլ հարցերի։ Պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովի ուղեկցությամբ այցելել է անհայտ զինվորի հուշարձան եւ ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ։ Պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ, ինչպես քաղաքական ու տնտեսական, այնպես էլ կրթական եւ մշակութային, շեշտը դնելով մասնավորապես միջխորհրդարանական համագործակցության զարգացման վրա։ Կողմերն ընդգծել են միջխորհրդարանական կապերի երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից ունեցած կարևոր դերը։ Առանձին անդրադարձ է կատարվել օտարերկրյա քաղաքացիների վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության օրենսդրության մեջ կատարված միգրացիոն կանոնների փոփոխություններին, մասնավորապես դրանց հետևանքով դեպի Ռուսաստան բեռնափոխադրում իրականացնող հայ վարորդների համար առաջացած խնդիրներին եւ դրանք կարգավորելու ուղղությամբ իրականացվող քայլերին։ Կողմերը քննարկել են նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործընթացին վերաբերող, ինչպես նաեւ տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանը եւ Վալենտինա Մատվիենկոն պատասխանել են լրագրողների հարցերին։ Փետրվարի 5-ին Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է բանակային զորամիավորումներից մեկին ենթակա նորակառույց մոդուլային տիպի զորամաս եւ մասնակցել բացման հանդիսավոր արարողությանը։ Շնորհավորում եմ Զինավանի նորամուտի կապակցությամբ հարկնահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջել է զորամասում, ծանոթացել ստեղծված ենթակառուցվածքներին, լսարանների կահավորվածությանը, զինծառայողների կենցաղային պայմաններին եւ ծառայության կազմակերպման առանձնահատկություններին։ Այցի շրջանակում նախարար Պապիկյանը նորակառույց ճաշարանում ճաշել եւ զրուցել է զինծառայողների հետ, հետաքրքրվել ծառայության պայմանների վերաբերյալ նրանց տպավորություններով։ Վերջին տարիներին լրատվամիջոցները պատիժներ են կրել ֆինանսական տուգանքներից մինչև հաղորդումների կասեցում։ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի կողմից հարուցված վարույթներն ավելացել են։ Հանձնաժողովի նախագահը թվեր է հրապարակել։ Միայն նախորդ տարի 84 վարչական վարույթ է նախաձեռնվել։ 2011-ից մինչև 2018-ը այդ թիվը 15 է եղել։ 2019-ից մինչև 2025-ը մոտ 400։ Մեծ մասը այդ վարչական վարույթների բովանդակային բնույթ են կրել։ Օրինակի համար հեղինակային իրավունքի խախտում, ինչը շատ կարևոր է։ Վարույթների մի մասն էլ առնչվում է բռնության տեսարանների ցուցադրմանը, ծխախոտի ալկոհոլային խմիչքների, առանց լիցենզիայի դեղամիջոցների գովազդին։
Ասուլիսի ժամանակ Տիգրան Հակոբյանը տեղեկացրեց, որ առաջարկել են հանրօգուտ բովանդակություն պատրաստելու համար հանրային մուլտիպլեքսում գործող հեռուստաընկերությունները պետությունից գումար ստանան։ Հանրօգուտ բովանդակությունը ինքը մեծ լսարան չունի։ Լսարան ունեն ցածրորակ սերիալները, շոուները, այսինքն քաղաքական բանավեճերը միգուցե, բայց այն մշակութային կամ կրթական հաղորդումները, որոնք շատ կարևոր են մեզ բոլորիս, մեր հասարակության տարբեր շերտերի համար, նրանք մեծ առաջինը լսարան չունեն, երկրորդը շատ գումարներ են պահանջում, եւ ուրեմն բիզնես կառույցներին, ինչպիսին են հեռուստաընկերությունները, շահավետ չի նամանավանդ պայմաններում եւ գովազդային գումարները շատ են իջնում, այդպիսի բովանդակություն ստեղծել եւ տարածել։ Նախորդ տարի օրենսդրորեն սահմանվեց հանրօգուտ ֆոնդի ստեղծումը։ Կառավարությունը հիմնադրամին հատկացրել է 250 միլիոն դրամ, որը պետք է բաժանվի մոտ 10 հանրապետական եւ մայրաքաղաքային ծածկույթ ունեցող հեռարձակողների, նաեւ 8 մարզային հեռուստաընկերությունների միջև։ Սա պիլոտային ծրագիր է։ Հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի անդամ նաեւ ես եմ, որտեղ կան բավականին ճանաչելի մարդիկ եւ պետական ապարատից եւ հանրային կազմակերպություններից նրանք կփորձեն այնպես բաշխել այդ գումարները, որպեսզի դրան շնորհիվ ստեղծվեն օրինակ մանկական հաղորդումներին, որոնք քանակը կատաստրոֆիկ քիչ է Հայաստանում, կամ գնեն ուսուցողական մուլտեր մանկական հաղորդումներով սահմանափակվեն, որոնք շատ թանկ են դրսում, շատ դժվար է բերելը եւ ավելի դժվար է դրանք թարգմանելը։ Հակոբյանը հայտնեց, որ մրցույթն արդեն հայտարարված է եւ հեռուստաընկերությունները ներկայացնում են առաջարկներ։ Ծրագրի հաջող իրականացման դեպքում հնարավոր կլինի ներգրավել ֆինանսավորում նաեւ միջազգային կազմակերպություններից եւ մասնավորից։ Եվ եթե դա ստացվի, մենք մտադիր ենք դա տարածել նաեւ սլոտ ստացած FM տիրույթում ռադիոընկերությունների համար, որոնք եւս կարևոր հանրային դեր են կատարում։ Խոսելով համացանցում արկա բովանդակության մասին, հանձնաժողովի նախագահը նշեց, այն չի կարգավորվում։ Երբ որ մենք արդեն մի քանի տարի ասում ենք, որ համացանցը պետք է կարգավորվի, շատ շատերը եւ հասարակական կազմակերպությունները եւ պատգամավորական կորպուսի մի մասը պնդում էին, որ համացանցը կարգավորման ենթակա չպետք է լինի, ինչը գրված է նաեւ տեսլասխական մեդիայի մասին մեր օրենքում եւ վիճակը փոխվեց միայն նախորդ տարի, երբ որ ամբողջ աշխարհը նորից եմ կրկնում, ոչ թե ավտորիտար կամ բանպետությունները կոշտ քաղաքական մոդելով, այլ նաեւ Եվրոպան սկսեց շատ կոշտ սկսեց կարգավորել համացանցը։ Հակոբյանի կարծիքով համացանցային չկարգավորված բովանդակության շահառուն ատելություն ապատեղեկություն տարածող մարդն է։ Սա մեծագույն խնդիր է եւ արդեն ամբողջ աշխարհում կամաց օրենսդրություն է ընդունվում, որը գոնե փորձում է խաբեությունը, ապատեղեկատվությունը, նույն deepfake-ը կամ քաղաքական շահարկումները, բռնության կոչերը, ինչ որ ձև սահմանափակել համացանցում։ Հանձնաժողովն իր տեսլականն ու գաղափարները ներկայացրել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը։ Մոտ ապագայում կսկսեն աշխատել օրենքի նախագծի վրա, որը փորձելու է կարգավորել նաև համացանցի տեսալսողական բովանդակությունը։ Անդրադարձ եղավ նաև տեսալսողական մեդիայի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծին։ Փոփոխությունների նպատակն է կարգավորել օտարերկրյա հեռուստածրագրերի սփռումը ցանցային օպերատորների փաթեթներում, խստացնել պատասխանատվությունը ապատեղեկության ատելության խոսքի համար։ Իսկ ինչ մեխանիզմով է որոշվելու Հայաստանի ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակության տարածումը միջամտություն է, թե կարծիք։ Սա ամենադժվարն է եւ դեռ վեճեր կան, չբացեմ ամբողջ խոհանոցը, իսկ ինչ բան է ներքին, քաղաքական միջամտությունը։ Եվ ես չեմ բացառում, որ նույնիսկ այդ հատվածը ինքը օրենքից հանվի։ Եթե չի հանվի, մենք բոլորով պետք է մտածենք այնպիսի ճիշտ մեկնաբանություն տանք, որպեսզի դա տարեդարձում հետո չպարունակի եւ չտա մեզ, այն գործիքները, որով մենք կարող ենք փակել մեզ դուր չեկած ինչ-որ հեռուստաընկերություններին։ Ինչպես է որոշվելու սահմանադրական կարգը տապալելու կոչ հնչել է, թե ոչ, եթե այդ հարցը քրեական օրենսգրքով է կարգավորվում։ Արդյոք հետագայում սահմանադրականության հարց չի առաջանա։ Հարցին Հակոբյանը այսպես պատասխանեց. Սահմանադրական կարգը տապալելու խնդիրը ինքը այո քրեականացված է։ Բայց մեր մոտ հիմա ինչ կա, մենք նույնիսկ եթե քրեական գործ հարուցվի, չպետք է քրեական գործ հարուցվի, դատական ատյաններով պիտի անցնի, ճիշտ է, չէ՞, եւ նոր որոշումը ընդունվի։ Ինչքան է դա տևում։ Լավագույն դեպքում տարի։ Այսինքն մենք մի տարի թույլ ենք տալի պայմանական, ինչ որ, չգիտեմ ինչ նյուս, Korea News հեռուստածրագին, որը մեր ցանցային օպերատորների մեջ է, մենք թույլ ենք տալի 1 տարի, ինքը ինչ ուզենա Հայաստանի մասին ասի,
Իսկ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը այն լիազոր մարմիններից է, որը կարող է շատ արագ որոշում ընդունել։ Օմանում մեկնարկել է Միացյալ Նահանգների եւ Իրանի ներկայացուցիչների հանդիպումը բանակցություններից առաջ Իրանի արտաքին գործերի նախարարը, որը գլխավորում է իրանական պատվիրակությունը, հայտարարել է. Թեհրանը հանձնառու է դիվանագիտությանը։ Իրանը բանակցություններում աչալուրջ է լինելու, չմոռանալով անցած տարվա իրադարձությունները, վճռական ենք պաշտպանելու մեր իրավունքները։ Փոխադարձ հարգանքը եւ փոխադարձ շահերը հռետորաբանություն չեն, այլ երկարատև համաձայնագրի հիմք են, գրել է Սեեդ Աբբաս Արաղչին X-ի էջում։ Ամերիկյան պատվիրակությունը գլխավորում է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը։ Զուգահեռ Իրանում ԱՄՆ վիրտուալ դեսպանատունը նախազգուշացրել է Իսլամական Հանրապետությունում գտնվող ամերիկացիներին անհապաղ լքել երկրի տարածքը, դիտարկելով ցամաքային ճանապարհով Հայաստան կամ Թուրքիա մեկնելու տարբերակը։ Դեսպանատնից հայտնել են, որ Իրանում հնարավոր են ինտերնետ կապի խափանումներ, նաև բարձր ռիսկ կա, որ ԱՄՆ քաղաքացիներին կարող են ձերբակալել։ Աբու Դաբիում ավարտվել է ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլը, որին մասնակցել է նաև ամերիկյան թիմը։ Սպիտակ տան հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը հայտնել է, որ պատվիրակությունները քննարկել են մի շարք չլուծված հարցեր, այդ թվում հնարավոր հրադադարի մեթոդները եւ ռազմական գործողությունների դադարեցման մոնիթորինգը։ Բանակցությունները կառուցողական էին, կենտրոնացած էինք ինչպես ստեղծել պայմաններ երկարատև խաղաղության համար, մանրամասնել է Ուիտկոֆը։ Նաև նրա խոսքով խաղաղության հասնելու նպատակով Միացյալ Նահանգները համաձայնել է վերսկսել բարձր մակարդակի ռազմական շփումները Ռուսաստանի հետ, որոնք ընդհատվել էին պատերազմի սկսվելուց առաջ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ բանակցությունները կշարունակվեն առաջիկա շաբաթներին։ Ուկրաինայի նախագահն էլ հայտարարել է, որ սպասում է Կիևի բանակցային թիմի ամբողջական զեկույցին։ Վոլոդիմիր Զելենսկին եւս հաստատել է, որ հանդիպումները կշարունակվեն արդեն հավանաբար Միացյալ Նահանգներում։ Պատրաստ ենք աշխատել բոլոր ձևաչափերով, որոնք իսկապես կմոտեցնեն մեզ խաղաղությանը եւ կդարձնեն այն հուսալի եւ երկարատև, շեշտել է Զելենսկին։ Աբու Դաբիի բանակցությունները մեկնաբանել են Մոսկվայից։ Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը մեղադրել է եվրոպական կողմին բանակցությունները խաթարելու եւ դրանց ներգրավվելու փորձերի համար։ Հենց նման իրավիճակն ապացուցում է, որ ուրեմն մեզ հաջողվում է առաջընթաց գրանցել, համոզմունք է հայտնել Դմիտրիևը, հավելել, որ ակտիվ աշխատանքներ են տարվում նաեւ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների միջև տնտեսական հարաբերությունները վերականգնելու ուղղությամբ։ Փետրվարի 5-ին Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի միջև ռազմավարական սպառազինությունների կրճատման մասին պայմանագրի ժամկետը լրանալու ֆոնին Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անհրաժեշտ է մշակել ռազմավարական հարձակողական սպառազինությունների սահմանափակման վերաբերյալ նոր բարելավված պայմանագիր, նախկին համաձայնագիրը երկարաձգելու փոխարեն։ Սպիտակ տնից հայտնում են, որ Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանն այժմ բանակցում են այդ հարցով։ Ջեյ Դի Վենսն էլ հայտարարել է, որ Վաշինգտոնը ցանկանում է աշխատել Մոսկվայի, Պեկինի կամ ցանկացած այլ երկրի հետ աշխարհում միջուկային սպառազինության քանակը կրճատելու համար։ Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը առաջարկել էր եւս 1 տարով երկարաձգել ռազմավարական սպառազինությունների կրճատման մասին պայմանագրի ժամկետը, սակայն կարծիքներ կան, որ Սպիտակ տունը չի ցանկանում գնալ այդ ճանապարհով։ Ամերիկյան կողմը մտահոգված է ոչ միայն Ռուսաստանի միջուկային զինանոցով, այլև Չինաստանից աճող սպառնալիքով, քանի որ համաձայնագիրը չի սահմանափակում Չինաստանի միջուկային զինանոցն ընդլայնելու Պեկինի կարողությունները։ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտակոսը պաշտոնական այցով մեկնում է Թուրքիա։ Պոլիտիկոն գրում է, որ օրակարգում ի թիվս այլնի լինելու է ռուս-ուկրաինական հակամարտությունը։ Ուկրաինայում խաղաղությունը փոփոխություններ կբերի Եվրոպա, մասնավորապես Սևծովյան տարածաշրջան։ Թուրքիան կարևոր գործընկեր է մեզ համար, պարբերական ինտված մեկնաբանությունում ասել է Կոսը։ Ակնկալվում է, որ այցի ընթացքում եվրոպացի պաշտոնյան կմասնակցի Թուրքիայի վերականգնվող էներգիայի ոլորտում ներդրումներ կատարելու համար 200 միլիոն եվրոյի վարկային համաձայնագրի ստորագրման արարողությանը։ Միևնույն ժամանակ Կոսն ընդգծել է, որ չի պատրաստվում Անկարայում քննարկել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ երկխոսության վերսկսման հարցը։ Եվրահանձնակատարի խոսքով ավելի շատ կենտրոնանալու են փոխվստահության վերականգնման եւ տնտեսական հարաբերությունների զարգացման վրա։ Փետրվարի 4-ին մամուլում լուրեր տարածվեցին Կապան համայնքի վերին Խոտանան բնակավայրում 6 անչափահաս երեխայի առևանգման վերաբերյալ։ Ըստ հրապարակման այդ մասին ոստիկանությանը հայտնել է նրանց մայրը։ Փետրվարի 5-ի առավոտյան Խոտանանում էինք։ Երեխաների մայրիկին Լիլիթ Իսրայելյանին տեսնել չհաջողվեց։ Մենք այդ ընտանիքի մասին պատմել էինք տարիներ առաջ, բայց նրանք նախկին տնից տեղափոխվել էին։ Հարևանների խոսքով Լիլիթը Կապանում էր։ Խոտանանի բնակիչները դեպքից տեղյակ էին, պնդում էին, երեխաներին չեն գողացել։ Հանձնաժողով է այցելել եւ փոքրիկներին վերցրել են մի քանի զգուշացումից հետո։ Երեխաները
Համարյա ամիսները դպրոց չեն ուզում հաճախեն, շատ փնթի, շատ վերնաշճանի։ Ոչ լողացնում է, ոչ մի բան, ոչ մի տենց կարամ ասեմ, էլի շատ են փնթի։ Դե որ կողքը չել խոսում են ինձ ասում, շատ խիստ կնիկս, ես ինձ տենց ասում, բայց ես որպես բուժ աշխատող իրավունք ունեմ ասեմ, քանի անգամ եմ գնացել տունը։ Գնացել, ես ինքս մրտնից բարակույր եմ տայել, նվեր տվել, ամուսնուն խնդրել, որ բարձրանա գցի, ասում, ամոթ է, էլիս ես տուն չի լինի։ Դե հիմա ինքը տենց է։ Այդ գալիս են ձայնս պապիրոս ուզում, չեմ տարից։ Քանի անգամ է, այն Արմենը կարետար է գան։ Արմենը, լուծի դասարան։ Դե երեխան։ Լույս էին գալիս, ավտոները, տղաները կանգնասում էին փողը, մուրում, դե երեխեքն էլ երեխա են էլի, գալիս են ստեղ խապում ասում են, եկել եք ջուր խմենք, որ ես իրան շոկոլադ տամ, կամփետ տամ, տենց էլի։ Երեխեքը պահող չկան, երեխեքը ըստ կայքի ծխում են, ըստ կայքի։ Այսքան խոխանա ինձ պապերս լեզում ես ծխող չեմ ջիգալ, 73 թվից ես չեմ ծխում։ Երեխաների մասին կարծիքները միանշանակ չէին, հատկապես կանայք նշում էին չարաճճի են անխնամ, բայց պատրաստական։ Դե այն մի հատ խոխան Արմենը, շատ անդաստիրակ խոխալ է, բայց այն աղջիկները ոչ չելի, դպրոցում չգիտեմ, բայց գրադարանում քնում են, արտասանում են, մասնակցում են, բայց այն Արմենը շատ չար խոխալ է։ Դե ես ինչ իմանամ, ավելի ճիշտ անդաստիրակ չի լսում, անդաստիրակ, իմենո ինձ համար, հողը պիրմալոցում ստը ասում ես ինչ հետ ես պիրում, սիսի անում ծաղրում քեզ թողանում քնում։ Երեխային ես ամուսինս ընկած ջարդված էր, իրանք էին գալիս ինձ օգնում։ Գոմը, բաղումը, տենց ոստանում, տենց բան երեխեք են, տենց չէ որ վատ են։ Երեխեքը ես համար բաղում, ինչ ասեմ։ Իրեք համար մեզ համար։ Հարևաններն ասում են իսկապես խնամքի մեծ պակաս կար։ Նրանց մի մասը կարծում է, որ ընտանիքում մնալով փոքրիկները տուժում էին, մյուսներն էլ թե երեխային մայր է պետք։ Այն ախելքը տանին հանստեղ գցին, որ ոչ պապիրոս տեսնան, ոչ անաշա տեսնան, որ իրենց խելքավ կային ապին։ Երեխան անտերա, եթե երեխան պապիրոսը տիպերան մանանդե, դա ընտանիք չի։ Որպես ծնող կասեմ չէ, բայց որպես երեխաների ապման, մաքրություն, վերջը ուշադրություն հարկավոր էր այդ երեխեքին։ Բնակավայրի վարչական ղեկավարը երեխաներին խնամքի կենտրոն տեղափոխելը ծայրահեղ քայլ է համարում, որին դիմել են ստիպված հաշվի առնելով հոգաբարձուների եւ խնամատարության հանձնաժողովի կայացրած որոշումն ու երեխայի լավագույն շահը։ Ասում է ընտանիքին տրամադրված առաջին 2 տներից տանտերերը պահանջել են դուրս գալ, որովհետև անխնամ էին վերաբերվում ուրիշի գույքին։ Բազմաթիվ օգնություն եղել, հենց գալ օրվանից սկսած, ամենքապետարանով, մարզպետարանով, Կարմիր խաչով, բոլոր կազմակերպությունով, անընդհատ ինչ որ բանով։ Սառնարանից, լվացքի մեքենայից, անկողնային պարագաներից սկսած, հեռուստացույցից սկսած ամեն ինչով օգնել են։ Չհաշված սննդի տեսականներից։ Գյուղացիներից շատերն են օգնել։ Ուղղակի այդ մարդիկ պահպանման խնդիր ունեն, չեն կարողանում նորմալ իրենց դրսևորել։ Անդադ բողոքներ գնացել է, որ հենց դպրոցի հաճախականության, որ երեխեքը չեն հաճախում դպրոց, ու մի քանի անգամ իրանց եկել են, զգուշացել են, որ տենց չի լինում։ Պիտի ուղղվեք, պիտի նորմալ երեխաները դասի գնան, պիտի երեխաները մաքուր լինեն, պիտի իրանց սանիտար-հիգիենիկ պայմանները նորմալ լինեն, ու մի քանի անգամ զգուշացնելուց հետո արդեն որոշվել է, որ պիտի տեղափոխվեն խնամքի կենտրոն։ Այցելեցինք նաև Սյունիքի մարզի ընտանիքի եւ երեխայի աջակցության կենտրոն, որտեղ գտնվում են փոքրիկները։ Այստեղ վստահեցրին երեխաներն ապահով ձեռքերում են։ Նրանց հետ աշխատում են սոցիոլոգներն ու հոգեբանները։ Հաստատության աշխատակիցների խոսքով երեխաներն ընդունվելիս հիգիենիկ շատ վատ վիճակում են եղել։ Նույնիսկ իրենց հագուստը չէր համապատասխանում եղանակային պայմաններին, չունեին վերարկուներ, շատ վատ վիճակում էին գտնվում եւ նաեւ կուզեի խոսել հոգեվիճակի մասին, զգացում եմ, որ երեխաները մոր հետ ունեն այդ հուզական կապվածությունը, բայց եւ նաեւ կասեի, որ իրենք չեն գիտակցում, թե որտեղ են ապրում։ Մեծ աշխատանք են կատարում նաեւ մայրիկի հետ։ Նրան ծնողավարության հմտություններ ենք սովորեցնում, պատմեցին աջակցության կենտրոնում։ Երեխաների հետ կապը չի ընդհատվել, Լիլիթը, ում հետ զրուցեցինք հեռախոսով, ամեն օր այցելում է փոքրիկներին։ Երեխեքը դպրոց են գնացել, կոչինը մնացել է տունը։
Ես տանը նստած երեխեքը եկա, երեխեքը դարել դիմումներ են թայն չեն լրացրել, երեխեքը քաղապետարանում գստանը, գյուղապետը տնորենը, եկան վեսա երեխեքը տարա, հիմա եմ ուզում երեխեքը դերեմ, ու ես էլ կակավորը։ Հարցնինք նաև ծխելու ալկոհոլ օգտագործելու դեպքերի մասին։ Կինը չհերքեց լուրերը, բայց պնդեց, թե վնասակար սովորությունների երեխաներին մղում են մեծահասակները։ Լիլիթի խոսքով ամուսինը աշխատանք է փնտրում։ Խոստանում է կբարելավեն սանիտարահիգիենիկ պայմանները, միայն թե երեխաները տուն գան։ Տիգրանուհի Բադալյան, Ալեն Ծատերյան, Սյունիք լուրեր։ Օրերս համացանցում տեսանյութեր տարածվել, որում երևում էր, թե ինչպես է մի տղամարդ Երևանի զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու խորանից մոմակալ գողանում։ Կենտրոնականի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ գողությունը կատարել է մայրաքաղաքի Ուլնեցու փողոցում հաշվառված 50-ամյա տղամարդը։ Նա փետրվարի 5-ի առավոտյան հայտնաբերվել եւ տեղափոխվել է համայնքային ոստիկանության կենտրոնական բաժին։ Գողոնը հայտնաբերվել է, տղամարդը ձերբակալվել եւ ներկայացվել է նախաքննական մարմին, հանգամանքները պարզվում են։ Փետրվարի 2-ին քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ստացվել է տեղեկություն, որ Գյումրիի Գարեգին Նժդեի փողոցի բնակիչ 44-ամյա մի տղամարդ առանց համապատասխան թույլտվության տանը պատրաստում, շշալցնում, պայստավորում եւ իրացնում է տարբեր մակնշումներով կեղծ օղիներ եւ գունավոր խմիչքներ։ Ժամը 13:40-ին տղամարդը ձերբակալվեց եւ իր վարած ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվեց վարչություն։ Նա ընդունեց, որ իրավապահների տեղեկությունը ճիշտ է։ Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ իրացման նպատակով կեղծ ալկոհոլային խմիչքների շրջանառության կամ դրանք իրացնելու հատկանիշներով։ Զննությամբ տղամարդու բնակարանում հայտնաբերվեց մեծ քանակի կեղծ խմիչք, 492 հատ 1 լիտրանոց թանկարժեք օղի, 942 շիշ կես լիտրանոց կոնյակ եւ օղի, նաեւ 10 լիտր սպիրտ, 200 լիտրանոց 3 տարա, պատրաստի օղիով, դատարկ շշեր, պիտակներ, 5 արկղ խցան, օղի պատրաստելու համար նախատեսված սարքեր ու հարմարանքներ։ Տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Նախաքննության ընթացքում տղամարդը պետությանը պատճառված վնասից վճարել է 2 միլիոն դրամ։ Նախաքննությունը շարունակվում է։ Երևանի գնդի պարեկները հունվարի 31-ին ժամը 21:45-ի սահմաններում ազատամարտիկների փողոցում նկատել են Mercedes մակնիշի մի ավտոմեքենա, որի վարորդը ակնհայտ դրսևորում էր հակաիրավական վարքագիծ, կատարում էր դրիֆտ։ Մայրաքաղաքի պարեկները 31-ամյա վարորդին մեքենայով հանդերձ տեղափոխել են համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին։ Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Մի տեսանյութ էլ տարածվել էր համացանցում, որում երևում էր, թե ինչպես է Նիվայի վարորդը դրիֆտ անում Մարտունի քաղաքում։ Այս դեպքում էլ Գեղարքունիքի պարեկները հայտնաբերել են մեքենան եւ տեղափոխել պահպանվող հատուկ տարածք։ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, բոլոր իրավախախտները հայտնաբերվելու եւ ենթարկվելու են պատասխանատվության։